Կներեք, չեք ուզում քայլեք 150 մետր, օգտվեք Երևանի տրանսպորտից, եթե ուզում եք օգտվել Երևանի տրանսպորտից։ Եթե չեք ուզում կներեք, էլի Այո, ձմեռվա բքին չեն կարող քայլել։ Այո, դուք ասում եք, եթե ուզում են Երևանի տրանսպորտից օգտվել, ձեր բառն է ֆիքսում։ Այո։ Կանանիշներ ներքևից օգտվել։ Կներեք, ուզենալու հարց չի, սա սահմանադրական իրավունք է աշխատում։ Սահմանադրական իրավունքը ձեր ապահովում են։ Կներեք։ Սահմանադրական իրավունք է, երբ որ երեխան ուսանող ուզում է կրթություն ստանալ, ու պետությունը պարտավորվում է նաև անդամակցելով ու ավելացնելով մի շարք միջազգային փաստաթղթեր ու մի շարք համաձայնագրեր, պետությունը պարտավորվում է այդ իրավունքների ու մի շարք առողջապահության նաև ապահովման իրավունքների ապահովումը։ Ես առաջարկում եմ վերադառնալ տրանսպորտի ոլորտ, կրթության վրա չզետեղվել։ Կներեք, ձեր սահմանադրական իրավունքը որևէ մեկը չի խոչընդոտում օգտվել տրանսպորտից։ Մենք ասում ենք, որ տրանսպորտ լինելու է համայնքներում եւ այդ տրանսպորտը լինել։ Կրկնակի ծախս է առաջացնում։ Օրենքոցելի խմբին, որ օրինակ Մալազիայի շուկայում ամեն օրնա աշխատանքի անում, ոչ թե ուզում է գնալ, թե չի ուզում, այլ ստիպված է գնալ 80,000 դրամով աշխատի, որպեսզի իր երեխային կարողանա բուհ ուղարկել կամ դպրոց, իր վրա լուրջ դա ծախս է։ Ինչ է դուք նայում միայն, իսկ այդ տրանսպորտից հարգելիներս օգտվում է հենց այդ խումբը։ Մենք խոսում ենք միակողմանի, ուզում եք արեք, ուզում եք մի արեք, սա ուզենալու հարց չի, սա իրավունքի հարց է։ Չէ, սա ընտրության, կներեք։ Ես ամբուլատորիա գործում համայնքում ու բոլոր բնակիչները օգտվում են քաղաք Երևանի կամ Երևանի բժշկական հաստատություններից։ Հիմա բժշկական հաստատությունից օգտվելը դա ուզենալու կամ չուզենալու հարց է, կներեք պարոն Սիմոնյան։ Ոչ, դուք կարող եք ցանկացած որ բժշկական հաստատությունից, որից որ ուզում եք օգտվել, որը որ նպատակահարմար եք համարում։ Կրկնակի ծախս է առաջացնում տրանսպորտը, կրկնակի ծախս։ Ես չեմ կարողանում օգտվել ու այն խոցելի խումբը, որը մի անգամ իրենց ստիպելով կարող է եկնել, հաջորդ անգամ չի գնալու։ Դուք խոսում եք միակողմանից, եթե մենք խոսում ենք համայնքների զարգացումից, ու դուք պարզաբար ձվերում եք օրենքի փոփոխություն կներեք, բայց օրենքի փոփոխությունը եղել է տենդերից հետո, այնպիսի տպավորություն է, որ տենդերին է հարմարեցվել օրենքը։ Օրենքները գրում ենք մենք, փոփոխում ենք մենք։ Օրենքը տենդերից առաջ է եղել, մրցույթից առաջ է։ Բայց փոփոխությունը օրենքին, որը սահմանափակել է նաև հարակից մարզերը եւ շրջանցքները սպասարկելը եղել է տենդերի շահելուց։ Այո, նման իրավիճակ կա նաև այլ բնակավայրերում, որտեղից թույլ կտաք հիմա։ Ես վատի հետ չեմ ուզում համեմատել եւ որպես։ Կներեք, վատն ու լավը ո՞րն է։ Հնարավորություն չունի օգտվել տարբեր ծառայություններից։ Ինչու՞ հնարավորություն չունի։ Մենք ասում ենք հետեւյալը։ Չէ, մի րոպե։ Կարելի ես մի բան ասենք։ Ուրեմն նայեք, հիմա հենց է ձևավորվել, ես մեր հանդիպման ժամանակ ասել եմ Երևանը մեր բնակավայրերին, թող ինձ 1000 անգամ ներեն Ամասիայի X գյուղի բնակիչներ, բայց դուք մի տենց նայեք, այնպես է ձևավորվել, որ մեր աշխատանքը, մեր ամենօրյա ամեն ինչը կապված է Երևանի հետ։ Ամասիայից ամեն օր չեն գալիս Սունդուկյանի թատրոնում աշխատում, հասկանում եք, բայց ես գրում եմ Սունդուկյանի թատրոնում աշխատում։ Հիմա այդպես ձևավորվել է, պարոն Սիմոնյան, դուք դրա հետ չեք կարող հաշվի չնստեք։ 10 տարի առաջ է երբ այն օրենքը երբ եղել, որ կարգավորվում է, որ Երևան քաղաքի, տրանսպորտի, այսպես կոչված, որ իր վարչական տարածքից դուրս գալը կարգավորվում է այսպես։ Այդ օրենքը դուք դրել եք մի կողմ, կամ դուք չեք դրել, ես չեմ անձնավորում, պետություն, դրել է մի կողմ, ես այն անգամ էլ ասեցի, մի նայեք, դուք հիմա գիտեք ինչ ծանր դրության մեջ եք դնում, շատ մարդկանց։ Մարդը, որը գիտի իր գյուղից, ինքը նստում է 59 համար արգավանդով շինարարներով հետ իր համապատասխան գործում է, իր աշխատանքն էլ այդ գծի վրա ման գալիս դնում, հասկանում եք, ամեն ինչը տենց դասավորվել է, պարոն Սիմոնյան, դուք տենց մի դրեք, մի, ասենք ձեր, ես կաբինետում նստած ինչ-որ մեկը որոշել է, կամ ինչ-որ խումբը որոշել է, մարզպետի կեց վերան, ասել եք մարզպետի ստիպ վեճներ չի, թե չի իջեցրե հանային քննարկման, ես համոզված եմ, մենք ակտիվ բնակիչներ ենք, ես դրա մասին չեմ լսեն թանապես, ես լսել եմ, ես վերջում ես բանի ժամանակ եմ լսեն։ Ոչ մենք ոչ բանից, խավար չի, որտեղ պետք չի, մարզպետին էլ, մյուսին էլ,
Այն օրը մարզպետներն իմ աչքի առաջ մարզպետներն նայրի համայնքի ղեկավարները։ Այսպես նայում են թե ախր մեզ ոչ մի բան չեն ասել, հենց այդպես ախր մեզ ոչ մի բան չեն ասել։ Մենք խաբար ենք, իբր մենք խաբար ենք գնում։ Հիմա ունենք եւ ինչ ունենք, պարոն Սիմոնյան, ես այդ ու իզուր չի առաջարկում։ Մեսի երեքա։ Երևանամերձ, այսինքն կարակ ֆիքսեք, որ այն որ չդիտվի որպես խոշորացված համայնք։ Այն բնակավայրը կամ վարչական տարածքը, ես դաժե հուշում եմ հիմա տեքստ այդ օրենքի, որը որ վարչական տարածքով կպած է Երևանին ու ունի նաև մեր դեպքում 59-29, այդ թողեք ամփոփում։ Առաջարկեք, վարչիկը մենք ես տնտեսվարով հետ խնդիր չունենք, մեր խնդիրը ձեր է։ Որ դու մեզ սիրուն օրենքին հողներ մեզ դուրս եք տալու ցիվիլիզացիայից, պարոն Սիմոնյան, դու երևանցիների համագործակցեք եք դրանք պիտի տակ աշխատեն։ Երևանցիների չեն ուզում ես դες։ Եկեք հերթով։ Աղան գազերներից իջացնիկ, նստեցնիկ ավտոբուս, հիմա մեզի ճիշտ է, մահվան գազեր, ճիշտ հազար գազեր է, լավն է, կանգնած է գալիս, բայց ես չեմ ուզում ինձ նորից հետ տանեմ գազեր։ Հարգելիներս, ես տեսել եմ այդ լավը, ինձ եք հետ տանում։ Բերեք նոր երթուղի ավտոբուսով, բերեք, մցրեք, 150 դրամ, ընդհանուր համակարգով, տոմսայնով, բերեք մցրեք, թող անոտ լինի մարզային։ Ես համաձայն եմ, բայց խնդրում եմ, էլ եմ ասում, թող ինձ ների այդ ամայսյայի այդ X յուղի բնակիչի, ինձ մի տարեք ընդեղ, մի տարեք, այն մարդը տարի մեկ անգամ է գալիս, առողջական խնդիրների, բանը չգիտեմ, հարսանիքի քեֆ-մեֆ, այդպես բաներ է գալիս։ Ես ամեն օրյա ռեժիմով իմ ընտանիքից, բացի իմ 13 տարեկան աղջնակից 4 հոգի, 2 ամով ես ու կինս, ամեն օր նստում ենք տրանսպորտ։ Դու հիմա ամեն մեկ բոլորս միասնական համակարգից օգտվում ենք։ Զեղչերով եւ այլն։ Հիմա դուք մեկ մարդու կտրվածքով իմ վրա 400 դրամ բերեք, 1600 դրամ։ Սունդուկյան թատրոնը ձեր պետականն է, ինձ տալիս է 117,000 դրամ աշխատավարձ։ Դե խնդրում եմ իմ հարցը լուծեք։ Պետություն եք ներկայացնում, դե ազոր մարմին, դե ասեք, ոնց ենք անում այս հարցը, ինչ անում։ Դրել եք կտրում եք, քարտում եք, դանակով քաշում եք, այս օրենքը սենց ասում, գնացիք ստեղ, վсё։ Չի կարելի, պարոն Սիմոնյան, ես հասկանում եմ, դուք հիմա շատ տեսեք, դուք այդ 10 օրենքը բերեք մեյդան, բերեք նորից գործածեք։ Այդ համայնքները, որոնք որ ունեին, հայանիստներ դիշում են, դուք անդադ շեշտեցիք, հայանիստներ։ Ոչ միայն հայանիստը, շատ տեղերից է։ Նույնի նման կապված է, բոլորի ասեմ մարդը իր աշխատանքը, իր աշխատատեղը ման գալուց 59 համարի մարշրուտի վրա է մոտավորապես ման գալի։ Դուք լավ հասկանում եք, չես ինչի համար եմ էսի ասում։ Դու հիմա մի անգամից ես մարդկանց մոտ մի հատ բան եք առաջացնում։ Չի կարելի, եկեք վերանայեք, իսկ միգուցե ուրիշ ուղով գնանք, միգուցե մենք փորձենք այդ օրենքը փոխենք։ Դուք կարող եք առաջարկել կառավարություն, չեմ կարծում, որ դա ազգային ժողովով պետք է փոխվի։ Օրենքը ազգային ժողովով է փոխվում, բայց դա չի խնդիրը, տեսեք։ Դրույթ արմեն երևի, չգիտեմ։ Ես իրավաբան չեմ, թող իրավաբաններ ասեն, դա ոնց է փոխվում։ Տեսեք, դուք հիմա այն սահմանից եք խոսում, որից հետո տրանսպորտը չպետք է անցնի։ Այսօր այդ սահմանը գծված է Երևանի վարչական տարածքն է։ Այդ նույն հաջողությամբ, եթե վերադառնանք հետ եւ օրենքի մեջ գրած լիներ պայմանականորեն, որ Երևանին հարակից կարող են սպասարկվել մի րոպե, չեք լսում։ Չէ, կա, մի րոպե։ Կարող են սպասարկվել Երևանի տրանսպորտի կողմից ու այդ սահմանը էլի հատած տրանսպորտ մտել էր հաջորդ գյուղը։ Ու նույն սիտուացիան է, այդ սահմանը հատած տրանսպորտը հետ էր քաշվելու Երևանի սահմանակից բնակավայր ու նույն խնդիրը առաջանա։ Չէ, ոնց չէ, մի րոպե, չէ։ Դե հիմա անցել է ստացվում է։ Տեսեք, հիմա անցել է ստացվում է։ Հիմա այդ սահմանը կա ու այդ սահմանը անցել են։ Դրա մասին է խոսքը։ Եթե սահմանը լիներ X այլ տեղում գտնվեր եւ նորից սահմանը հատած անցած լինեին, էլի նույն խնդիրներ առաջանալու։ Մենք ասում ենք հետեւյալը, Ժորժան, այսօր այդ սահմանը գծված է։ Այդ սահմանը Երևանի բայց բոլորի վրա է դա այդպես արժանի։ Ես ձեզ ասում եմ մարդկային ճակատագրեր, մարդ իր աշխատանքն հանգալիս այդ գծի վրա, դու էլի վերում եք այդ սահմանին եք կանգնեցնում։ Եթե Քասար գյուղը հարակից է Երևանին, ուտեղ մտնում է տրանսպորտ,
Այն մյուս զորավար գյուղ, այսինքն նայելի խոշորացված համայնք ինքը պրեցեդենտալ չի անելու, որ իր մոտ էլ մտնի։ Ես հատուկ շեշտում եմ, որ տարածքով կպած եւ վարչականը շրջան, որ չլինի նայելի համայնքը կպած, ասում են նայելի համայնք է, չէ՞։ Հիմա մենք որ մտնենք Արագյուղն էլ ուզի, դուք եք ասում։ Արագյուղը չի կարա ուզի։ Օրենքով կարելի է կարգավորել։ Դե ստացվում է ուզել է այսօրվա դրությամբ, չէ, Արագյուղի մասի չի խոսքը։ Քասախի եւ Պրոշյանի մասն է խոսքը։ Այդ Պրոշյանը անմիջապես մենք կրկնվում ենք, ախր այդ սահմանը կա այսօր, այդ սահմանը հատվել է, դուք ասում եք հասկանում եմ, մենք ուզում ենք փոխենք այդ ձևավորվածը։ Ասում ենք եկեք օրենսդրության ոնց մի անգամից դեպի վատն եք տանում։ վատը չենք տանում։ Ձեզ ասեցին, պարոն Սիմոնյան, իմ օրինակը եւ շատ բարձ օրինակ կա։